Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Հիմնակարի տաղավարում այսօր մենք խոսելու ենք էներգետիկ անվտանգության խնդիրների շուրջ։ Մեզ հյուրընկալած փորձագետների հետ միասին պարզելու ենք աշխարհաքաղաքական այն գործընթացները, որոնք ծավալվում են այս ոլորտում, եւ այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր երկրի առջև։ Մեզ հյուրընկալել է Միացյալ Ազգերի կազմակերպության ազգային փորձագետ, էներգետիկայի գծով Արամ Արջանյանը, ողջույն ձեզ, ինչպես նաև հասարակության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ պարոն Սևակ Սարուխանյանը, ողջունում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում հրավեր ընդունելու համար։ Մինչ բուն նյութին անդրադառնալը եւ մեր քննարկումը սկսելը, ես առաջարկում եմ դիտել փոքրիկ տեսանյութ, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կանցնենք քննարկմանը։ Էներգետիկ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության, հատկապես տնտեսական անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Այն ապահովում է պետության կարիքների բավարարման համար տնտեսապես հիմնավորված գներով, որակյալ եւ հուսալի էներգամատակարարում ամենօրյա պայմաններում, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում եւ պատերազմի ժամանակ։ Էներգետիկայի հիմնախնդիրները քննարկվում են համաշխարհային տնտեսության զարգացման ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային համատեքստում։ Ներկայիս մարտահրավերները պահանջում են, որպեսզի համակողմանիորեն լուծվի էներգառեսուրսների պահանջարկի ապահովման եւ անխափան ու արդյունավետ մատակարարումների կայուն ընթացակարգերի զարգացման հիմնախնդիրը։ Նշված խնդրի լուծումը ըստ էության լուրջ ավանդ կդառնա երկրի կամ տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, թույլ կտա նվազեցնել վառելիքաէներգետիկ ռեսուրսների գներից եւ գնային տատանումներից կախվածությունը, ինչպես նաեւ ապահովել տնտեսական զարգացման կայունությունը։ Էներգակիրների համար պայքարը մեր օրերում դարձել է աշխարհաքաղաքական հիմնական գործընթացների առանցքը, որտեղ բախվում են աշխարհի գերտերությունների շահերը։ Սեփական երկրի էներգետիկ անվտանգության պահպանման եւ էներգակիր ռեսուրսների համար մղվող պայքարը հաճախ վերածվում է հակամարտությունների եւ լոկալ պատերազմների աշխարհի զանազան կետերում։ Լինելով արևելք, արևմուտք եւ հյուսիս-հարավ ճանապարհների խաչմերուկ, Հարավային Կովկասը եւս ուժային կենտրոնների կողմից դիտվում է որպես իրենց հաղորդակցական էներգետիկ, տրանսպորտային, հումքային, մարդկային ռեսուրսների օգտագործման քաղաքականությունն իրականացնելու տարածաշրջան։ Գլոբալացվող աշխարհում եւ բարդ ու դժվարին տարածաշրջանում էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներն ունեն առանցքային քաղաքական նշանակություն նաեւ մեր երկրի համար եւ մենք պարտավոր ենք ցուցաբերել լուրջ հայեցակարգային մոտեցում։ Էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացումը չափազանց կարևոր հիմնախնդիր է հատկապես մեր նման սահմանափակ էներգետիկ հնարավորություններ ունեցող երկրի համար, ինչը ենթադրում է էներգակիրների ներմուծման ուղիների եւ արտադրության ձևերի բազմազանացում, նոր էներգետիկ, այդ թվում միջուկային հզորությունների ստեղծում, արտահանման կողմնորոշում ունեցող կայուն ու հուսալի էներգահամակարգի կառուցում։ Այսպիսով պարոնայք, մենք գիտենք, որ էներգետիկան այն ոլորտն է, որի շուրջ հաճախ տեղի են ունենում բախումներ եւ հաճախ աշխարհաքաղաքական հակամարտությունները հենց վերաբերում են էներգետիկ համակարգին եւ էներգակիրներին։ Այսօր 21-րդ դարում եւ հատկապես մեր օրերում ինչպիսի գործընթացներ են ծավալվում այս բնագավառում։ Խնդրեմ պարոն Արջանյան։ Բարև ձեզ։ Հարցը շատ ընդգրկուն է, երկու բառով, եթե պատասխանելու լինենք, դրանք ընկած են ներկայիս գործընթացների հիմքում։ Արամ Արջանյան, տեխնիկական գիտությունների թեկնածու, 1996-ից Հայաստանում Միացյալ Ազգերի կազմակերպության ազգային փորձագետ է էներգետիկայի գծով։ Ղեկավարել եւ համակարգել է էներգետիկ տասնյակ ծրագրեր Հայաստանում, Վրաստանում եւ Ռուսաստանում։ 3 մենագրությունների եւ մոտ 40 գիտական աշխատությունների հեղինակ է։ Կամ օգտագործելով հաղորդաշարի վերնագիրը, էներգետիկան թերևս հանդիսանում է հիմնակարը այդ գործընթացների, մանավանդ մեր տարածաշրջանում եւ ավելի լայն մեծ միջին արևելքի տարածաշրջանում։ Ուղղակի այստեղ մի վտանգ էլ կա, պետք չի նույնացնել էներգետիկան աշխարհաքաղաքականության հետ։ Էներգետիկան շատ լուրջ հիմնակարային դերակատարում ունի եւ ինքնին եւ աշխարհաքաղաքականության ծիրում, բայց աշխարհաքաղաքականությունը ինքը զարգանում է նաեւ իր ուրույն օրենքներով եւ իր արժեքային համակարգում։ Եթե երկու բառով իմի բերենք, ենթադրենք անցած 10 տարիներին Հարավային Կովկասում այս ուղղությամբ գործընթացները, ապա ըստ իս կարելի է ասել, որ մենք ականատեսը եւ մասնակիցը եղանք
երկու մեծ ինտեգրացիոն գործընթացների կոնկուրենցիային կամ մրցավազքին կամ հակամարտության։ Առաջինը դա Եվրոատլանտյան ուրեմն ինտեգրացիոն գործընթացն էր, որին մեր տարածաշրջանը միանում էր Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Արևմուտք եւ Իսրայել այդ բևեռով կամ գծով։ Մյուսը դա եվրասիական ինտեգրացիոն գործընթացն էր, Հայաստան, Ռուսաստան եւ այս վերջերս նաեւ Իրան եւ ոչ միայն վերջերս, կարճ ասած կարծես թե գտնվում է տարածաշրջանը երկու ուղղայացների խաչմերուկում՝ հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք։ Եթե երկու բառով ինձ թվում է մենք այդ դրա ականատեսն ենք, այստեղ ունենք որոշակի ձեռքբերումներ, ունենք ցավալի կորուստներ, կարծում եմ պարոն Սարուխանյանը կավելացնի այստեղ։ Միանգամից շարունակենք թեման, պարոն Սարուխանյան, եւ անդրադառնանք տարածաշրջանին, որտեղ այնուամենայնիվ այդ գլոբալ գործընթացները վերջիվերջո տարածաշրջաններում են կերտվում կամ խաչվում եւ բախումները տեղի ունենում շահերի, ինչ է տեղի ունենում այսօր մեր տարածաշրջանում էներգետիկ ոլորտում։ Եթե տարածաշրջանը սահմանափակենք Հարավային Կովկասով, այո, Հարավային Կովկասով կարելի է ասել, որ անցած տասնամյակի ընթացքում գրեթե ավարտին են հասցվել այն բոլոր հիմնական նախագծերը, որոնք ենթադրվում էր իրականացնել։ Սևակ Սարուխանյան, քաղաքական գիտությունների թեկնածու, Իրանի անվտանգության քաղաքականության, ինչպես նաև էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ։ 2010-ին աշխատել է Բեռլինի Ազատ համալսարանում որպես հրավիրված գիտաշխատող։ 2014-15 թվականներին եղել է Ջորջթաունի համալսարանի Եվրասիական, ռուսական եւ արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի հրավիրված Ֆուլբրայթ հետազոտող։ 2005-2014 թվականներին Նորավանք հիմնադրամի գիտական գծով փոխտնօրեն։ 2015-ից Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրենն է։ Առաջինը դա Կասպիցից ադրբեջանական ափից դեպի Թուրքիա Վրաստանի տարածքով նավթամուղի կառուցումներ, գազամուղի կառուցումը եւ չի հաջողվել կատարել շատ խոշոր մյուս նախագիծը Հարավային Կովկասը դարձնել տարանցման գոտի Կասպիցի ընդհանուր Կասպիցի էներգակիրների արտահանման համար, խոսքը առաջին հերթին թուրքմենական գազի մասին է եւ ղազախական նավթի մասին։ Հայաստանը իր ուղղությամբ կարելի ասել ավարտել է բնական գազի ստացման ալտերնատիվի այլընտրանքի ստեղծման ճանապարհը, կառուցելով Իրան-Հայաստան գազատարը եւ կարելի ասել, որ ընդհանուր առմամբ վերջի 10 տարիների ընթացքում սկսված գործընթացը ինքը որոշակի ավարտի է հասցվել, սակայն դա չի նշանակում, որ չի կարող սկսվել նոր փուլ կապված նույն Կասպիցի հետ եւ շարունակելով նաեւ Իրանի միջազգային էներգետիկայի շուկա ակտիվ վերադարձի հետ։ Կարելի ասել, որ եկել է որոշակի ավարտի շրջան եւ հնարավոր է սկսվի նոր փուլ։ Ինչպիսին կարող է լինել այդ փուլը, դա արդեն քննարկումների առարկա է։ Պարոն Մարջանյան, ստեղծված իրավիճակում մենք մեր բոլոր հնարավորությունները օգտագործել ենք եւ եթե ոչ, ապա այդ գործընթացները ավելի շատ մեր համար սպառնալիք մարտահրավերներ են մեր երկրի համար, թե հնարավորություններ կամ չիրացված հնարավորություններ։ Ոչ, մենք չենք օգտագործել մեր բոլոր հնարավորությունները, բայց դա նաեւ ճշմարիտ է տարածաշրջանի ցանկացած երկրի համար, չի օգտագործել իր բոլոր հնարավորությունները ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը, որտեղ Ռուսաստանը ես համարում եմ տարածաշրջանին շատ մոտ եւ գրեթե անդամ երկիր, նույնը Իրանի եւ Թուրքիայի մասով։ Ինչ է հաջողվել անել, շատ կարևոր մի բան, պարոն Սարուխանյանը արդեն նշեց, դա Իրանից գազատարի կառուցումն էր։ Երկրորդ կարևոր բանը, որ հաջողվեց անել, դա երկու բարձրավոլտ գծեր կառուցվեցին Իրանի հետ եւ ինչպես գիտեք օրերս մեկնարկեց նոր ավելի հզոր, ավելի բարձր լարման դասի գիծը, որը կկապի Հայաստանի էլեկտրոէներգետիկ համակարգը Իրանին զուգահեռ աշխատանքով։ Ասեմ, որ վերջի անգամ այդպիսի բան Սովետական միության օրոք էր
երբ որ ամբողջ սովետական միությունը աշխատում էր զուգահեռ էներգոհամակարգով։ Դա հաջողությունները, մյուս հաջողությունները դա որոշակի առումով Հայաստանում հաջողվեց զարգացնել փոքր հիդրոէներգետիկան, դա մի փոքր բարելավեց մեր էներգետիկ իրավիճակը, չնայած ստեղծեց նաև խնդիրներ, միգուցե մենք դրանց կանրադառնանք։ Մեծ վրիպումները ես համարում եմ մանավանդ այս վերջի իրադարձությունների լույսի ներքո, որ չհաջողվեց իրականացնել մինչև վերջ ոլորտի ֆունկցիոնալ տարանջատման տրամաբանությունը, ոլորտ ասելով նկատի ունեմ էլեկտրոէներգետիկայի ոլորտի, չհաջողվեց հետևողականորեն իրականացնել տարիֆային քաղաքականության մոդեռնիզացիան եւ նրա կիրարկումը, չհաջողվեց, ասա արդեն ենթակառուցվածքային առումով չհաջողվեց սկսել ատոմակայանի աշխատանքները, բայց այդտեղ կան նաև օբյեկտիվ պատճառներ, հիմնականը դա Ճապոնիայում Ֆուկուշիմա Դայիչի վթարներ եւ ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը արգելակեց ինվեստորների այդ համաժողովի կայացումը եւ երկարաձգեց այս գործընթացները։ Շնորհակալություն, պարոն Սարոխանյան։ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը որոշ փորձագետների գնահատմամբ նոր հնարավորություններ է տալիս Հայաստանին, հատկապես տնտեսության զարգացման ընդհանրապես, բայց մասնավորապես նաև էներգետիկ հեռանկարում, թեև որոշ երկրներ կամ տարածաշրջաններ տարբեր մոտեցումներ ունեն։ Օրինակ ակնհայտ է, որ Ամերիկայի եւ Եվրոպայի մոտեցումները գոնե հրապարակային մասով տարբեր է, բայց այնուամենայնիվ առաջի քայլերը արդեն արվում են։ Եթե վերջնականապես հանվեն այդ պատժամիջոցները, ինչին կարծես թե ամեն ինչ տանում է, ինչ հնարավորություններ դա մեզ կտա։ Եթե խոսքը վերաբերվում է էլեկտրոէներգետիկ համակարգին, ապա շարունակելով նաև պարոն Մարջանյանի ասածը, դա երրորդ գծի շինարարությունն է դրա ավարտը եւ պետք է նաև հաշվի առնել, որ հայ-իրանական մյուս նախագիծը, դա Մեղրի հեկի կառուցումը, չի իրականացել հիմնականում պատժամիջոցների պատճառով, քանի որ Իրանը գտնվելով խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ եւ մակրոտնտեսական ճգնաժամի մեջ, բավարար գումարներ ներդրումային ծրագրերի վրա չի ունեցել, ոչ միայն Մեղրու կտրվածքով, այլ ընդհանուր առմամբ էներգետիկ համակարգում նույնպես Իրանի ներսում ամբողջ համակարգի։ Այդ առումով պետք է սպասել, որ տեսականորեն պատժամիջոցների վերացումը եւ Իրանում մակրոտնտեսական իրադրության կայունացումը եւ ներդրումային պորտֆելի մեծացումը ավելի իրատեսական կդարձնեն այդ հեկի շինարարությունը, իսկ հեկը մեզ համար շատ ձեռնտու է, քանի որ այն առաջի 10 ամբողջությամբ կառուցվել է իրանական ներդրումներով, սկզբից օգտագործվելու է էլեկտրոէներգիան 15 տարով Իրանի ներքին շուկայի համար, իսկ հետո հեկը տրամադրվելու է Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով։ Այդ առումով պատժամիջոցների վերացումը տեսականորեն բավականին լայն դաշտ է ստեղծում հայ-իրանական էներգետիկ ոլորտում համագործակցության խորացման համար։ Կլինի այդ խորացումը, թե չի լինի, այստեղ նույնպես կուզենայի վերադառնալ պարոն Մարջանյանի ասացին, որ աշխարհաքաղաքականությունը եւ էներգետիկան շատ հաճախ իրենք համընկնում են, բայց շատ անգամ նաեւ իրարից տարանջատվում են։ Մեզ համար նաեւ շատ կարեւոր գործընթաց է, թե ինչպես կզարգանան Իրան-ադրբեջանական հարաբերությունները։ Ես հենց այդ մասին էլ ցանկանում եի խոսել, որովհետեւ ստեղծված իրավիճակը նաեւ մտավախություն է ստեղծում, որ Իրան-ադրբեջանական հարաբերությունների ջերմացումը կարող է ինչ-որ իմաստով բերել մեր էներգետիկ շրջափակման խորացմանը, հատկապես արդեն ակտիվ կարծես թե բանակցություններ են ընթանում Իրան-Բաքու նավթամուղի, գազամուղի կառուցման հետ կապված եւ Բաքվի միջոցով այդ ռեսուրսները դեպի Եվրոպա հանելու եւ հերթական անգամ կարծես թե Հայաստանը շրջանցվում է եւ դուրս է մնում նման նախագծերից։ Կան այստեղ վտանգներ մեզ համար։ Էներգետիկ շրջափակման վտանգ չկա, ասենք Իրան-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը անգամ դրական ուղղությամբ չի կարող բերել Իրանի կողմից Հայաստանի շրջափակմանը, ասենք էներգետիկ ոլորտում, այսինքն Հայաստանի հաշվին այդ հարաբերությունները չեն կարող զարգանալ, սակայն հարաբերությունների զարգացումը ընդհանուր առումով կարող է փոխել Իրանի վերաբերմունքը Հարավային Կովկասի նկատմամբ, նշեմ, որ վերջին այցելությունը Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆայևի Թեհրան, որը մեկ շաբաթ առաջ էր եւ Իրան-ադրբեջանական տնտեսական համագործակցության խորհրդի համանախագահ Մահմուդ Վայեզի բանակցությունների արդյունքում ստորագրված փաստաթղթերի փաթեթը բավականին տպավորիչ է, այսինքն մենք կարող ենք ասել, որ Իրան-ադրբեջանական հարաբերություններում որոշակի լավացման գործընթաց է սկսվել։
ասել, որ ես ինքս շատ պեսիմիստորեն եմ վերաբերում այս սցենարների, որ իրանական գազը կարող է Եվրոպա գնալ Ադրբեջանի տարածքով, որովհետև համարում եմ դա Իրանի համար անհեռանկարային նախագիծ, որովհետև Ադրբեջանը ինքը կոնֆլիկտի գոտի է, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Իսկ այլընտրանքը ո՞րն է։ Այլընտրանքը ամենաբնական այլընտրանքը դա Թուրքիան է։ Թուրքիայի։ Դա ուղիղ ճանապարհ է, Թուրքիան ունի բավականին ինքը զարգացած գազատրանսպորտային համակարգ, որը էլի է զարգանում եւ վերջին 2 տարիների ընթացքում բանակցություններ են գրում նոր Իրան-Թուրքիա գազատարի շինարարության մասին եւ հիմնական խնդիրը այնտեղ դա եթե հավատանք Թուրքիայի էներգետիկայի նախարար Ելդիզին, դա նա է, որ Իրանը ուզում է նոր գազամուղում սեփականության 51%-ի իրավունք, ինչին Թուրքիան համաձայն չէ։ Բայց սա բանակցությունների խնդիր է։ Բայց ինձ համար ամենաակնհայտ տարբերակը այդ գազի Եվրոպա հասնելու դա Թուրքիայի տարածքն է, ոչ Հայաստանի տարածքը, պարոն Մարջանյանը միգուցե այլ կարծիք ունի։ Պարոն Մարջանյան ավելի հորետեսական է, թերևս քան դուք, պարոն Սարոխանյան, այստեղ ես կուզենայի նշել երկու հանգամանք։ Մենք հաճախ բողոքում ենք, որ մենք վրացիների կամ ռուսների իդեմս ունենք բարդ պարտներներ։ Պակաս բարդ պարտներ չի Իրանը։ Այստեղ նշվեց, որ պատժամիջոցները, այո, անշուշտ արգելափակում էին որոշակի նախագծերի իրականացնում։ Բայց վստահ եմ, որ քաղաքական կամքի դեպքում վառ ընդգծված քաղաքական կամքի դեպքում իրանական կողմից հայ-իրանական հարաբերությունները շատ ավելի խորը կլինեն եւ շատ ավելի համապարփակ։ Այստեղ պետք չի ամբողջ, այսպես ասած, բանը բերը դնել Հայաստանի ուսերին կամ այլոց ուսերին։ Այստեղ կարծում եմ իրանական կողմն էլ պետք է վաղ թե ուշ հասկանա, որ Հայաստանը իր համար լուրջ եւ թերևս միակ այլընտրանքն է, այստեղ էլ ես թերևս չհամաձայնեմ ձեզ հետ, պարոն Սարոխանյան, եթե գանք աշխարհաքաղաքականության եզրաբանությանը, ապա կարծում եմ, որ Ադրբեջանը եւ Իրանը, ինչպես ասում են, էգզիստենցիալ թշնամիներ են։ Նրանք լուրջ, այսպես ասած, աշխարհաքաղաքական բախում կա իրանց հարաբերությունների մեջ, անգամ ավելին, քան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Եվ չեմ կարծում, որ Թուրքիան կհանդիսանա այն լուրջ ենթակառուցվածքային ուղին, որը տասնամյակներ ի վեր Պարսկաստանին պետք է հանի շրջափակումից։ Պարսկաստանը Փարքասը ունի պարսկական ծոց, դա հիշենք, եւ նա այդ ճանապարհն էլ կարող է օգտագործել ամենաբնական եւ ամենահուսալի թե տրանզիտային, թե մշակութային, թե գիտական, թե տնտեսական, թե մարդկային խոլովակը Պարսկաստանից դուրս, դա Հայաստանն է։ Եվ դա պետք է հստակ գիտակցեն թե Պարսկաստանում եւ թե Հայաստանում։ Մեր հարաբերությունները միշտ չէ, որ եղել են լավ, դրա մասին արժե, որ մեր որոշ վերլուծաբաններ հիշեն Հայաստանում։ Երկրորդը կհորդորեի մեր նաև որոշ մեկնաբաններին, այդպես շատ չտարվել ուրեմն այս ողջավորությամբ, նախ պատժամիջոցները հանված չեն, պատժամիջոցները գործում են եւ կգործեն առնվազն 5 տարուց ավելին։ Այստեղ իրադրությունը մենք մի փոքր ուզում ենք ավելի վարդագույն պատկերացնել, քան նա կա, եւ դա առաջին հերթին պետք է հասկանան հենց Իրանում։ Այնտեղ բոլորովին էլ այդպես չի, որ դռները լայն բացվեց, բոլորը ներս եկան եւ ամենակարևորը աշխարհաքաղաքական լուրջ վտանգը, որը պայմանավորված էր մեծ, այսպես ասած, քաոսի տեսությամբ եւ նպատակ ուներ Սիրիայից հետո դեզինտեգրացիայի շեմին բերել Իրանը, այդ սցենարը դեռ ոչ ոք չի հերքել եւ ոչ ոք հակառակը չի ապացուցել։ Հատկապես երբ որ ռազմական սպառնալիքները շարունակվում են արևմուտքից հնչել, միանգամ եւ ակնհայտորեն, եւ այստեղ կուզենայի հիշեցնել, որ սցենարներից մեկում Իրանի դեզինտեգրացիան սկսում է այն ժամանակից հետո, երբ որ Իրանը համաձայնվում է իր միջուկային ծրագիրը դնել միջազգային կառույցների վերահսկման տակ
եւ ստորագրում է բոլոր փաստաթղթերը։ Այդ դրանից հետո է սկսվում Իրանի դեզինտեգրացիոն սցենարը եւ այսպես ասած հարավային Կասպիցի դելիմիտացիայի հետ կապված լրջագույն թնջուկը հարցերի։ Սա ուղղակի այդ Իրանի հետ առնչվող մասով։ Այդպես որ հայ-իրանական իսկ ավելի լայն Պարսիստոս, Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան առանցքը պետք է դառնա մեր ռազմավարական եւ էներգետիկ հիմնասյունը, հիմնակարը, եթե կուզեք, հիմնական առանցքը, որը պետք է այսպես ասած ջախջախի մեր ախոյանների դավադրությունները։ Ես այդ թեման էլ ցանկանում եմ շարունակել։ Իրանի մասով պարզ է ձեր վերլուծություններից, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը դա Ռուսաստանն է եւ ես ցանկանում եմ մեր էներգետիկ անվտանգության հիմնախնդիրը քննարկել հենց այս համատեքստում, հատկապես վերջին մեր քաղաքական որոշումից հետո ոչ միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ, այլ Հայաստան-Եվրասիական միություն հարաբերությունների կոնտեքստում դա ինչ հնարավորություններ տալիս մեզ էներգետիկ անվտանգության տեսանկյունից եւ արդյոք իրատեսական են, որքանով են իրատեսական, որոնք կբերեն նրան, որ մեր էներգետիկ համակարգը ավելի անվտանգ եւ ավելի ապահով կդառնա այս միությանը ինտեգրվելուց կամ անդամակցելուց հետո։ Պարոն Սարոխանյան, բայց կցանկանայի նաեւ երկուսով անդրադառնալ այս հարցին։ Շատ բարդ հարց է ու շատ հետաքրքիր հարց է, որովհետև Հայաստան-Եվրասիական միություն էներգետիկ համագործակցության համակարգ, որպես այդպեսին գոյություն չունի։ Գոյություն ունի Հայաստան-Ռուսաստան էներգետիկ համագործակցության համակարգ, ինքը իրոք համակարգ է, որովհետև համագործակցությունը ինքը համակարգային է, ոչ միայն բնական գազի, նավթամթերքների, այլ նաև ներքին հայկական շուկայում ռուսական ընկերությունների, չասեմ գերիշխող, բայց գերակշռող դիրքի մասին է։ Այդ առումով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միություն անուղղակիորեն բերեց, ոչ թե ուղղակիորեն ենթադրվում էր պայմանագրի ստորագրումով հայ-ռուսական էներգետիկ համագործակցության խորացմամբ։ Դա ոչ թե ֆորմալ արդյունք էր, այլ ոչ ֆորմալ արդյունք էր Հայաստանի Եվրասիական միությանը միանալու։ Այսինքն դա Եվրասիական միության մասին պայմանագրի ստորագրման հետևանքը չէր։ Առաջինը դա, երկրորդը դա Ռուսաստանի էներգետիկ համակարգի հետ մենք նաև կապված են գլոբալ առումով, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը դեռևս մնում է բավականին ուժեղ կախված նավթի եւ գազի համաշխարհային գներից։ Ռուսաստանի տնտեսության մեջ մակրոտնտեսական իրավիճակի բարդացումը, այդ ու նաև ազգային արժույթի արժեզրկումը ինչ արդյունք է նավթի գների անկման մեծամասամբ։ Դա անմիջականորեն անդրադառնում է Հայաստանի վրա, ոչ այնքան էներգետիկ ոլորտում, այլ ընդհանուր առմամբ տնտեսական ոլորտում։ Այդ առումով անուղղակիորեն Ռուսաստանի էներգետիկ համակարգ ունի նաև մեծ ազդեցություն Հայաստանի տնտեսական համակարգի վրա։ Սա շատ կարևոր խնդիր է, ինձ համար նաև սկզբունքային կարևորություն է ներկայացնում Մեծամորի ատոմակայանի կյանքի երկարացման համար տրամադրված կազմված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանի Հանրապետությունում գործող Մեծամորի ատոմակայանի կյանքը կերկայացվի խորքային արդիականացումից հետո կերկայացվի 10-ից 15 տարի ժամկետով, սակայն շատ խոշոր խնդիր է, որպեսզի այդ 15 տարիները օգտագործվեն այլընտրանք ստեղծելու համար։ Այդ այլընտրանքը կարող է լինել միջուկային նոր կայանի կառուցում կամ եթե հնարավոր չէ միջուկային կայանի կառուցում, ապա նոր բլոկի ներողություն, նոր բլոկի կառուցում կամ այլընտրանքային հզորությունների ստեղծում, որոնք մենք պետք է գիտակցենք, որ հնարավոր չէ, չնայած օրինակ Շվեյցարիայում եւ Բրիտանիայում կան օրինակներ եւ գործող ատոմակայանի կյանքը 3 անգամ երկարացում է խորքային արդիականացումից հետո դառնալով 50-60 տարի, բայց մենք պետք է գիտակցենք, որ Մեծամորի ատոմակայանը ինքը գործող կայանը, գործող բլոկը ունի կյանքի որոշակի տևողություն։ Պարոն Մարջանյան, համաձայնելով գրեթե բոլոր դրույթների հետ, պարոն Սարոխանյանի, կուզենայի ընդգծել հետևյալը. անցած տասնամյակում էներգետիկ առումով մեզ մոտ ոնց որ երկու ինտրիգ էր ընթանում։ Առաջինը Ադրբեջանին եւ Թուրքիային նրանք հաջողեցին
կառուցել այդ ինչպես իրանք են անվանում էներգակամուրջը։ Իսկ դա հաջողվեց նրան այնքանով, որքանով ամեն աստծոր ԱՄՆ եւ արևմտյան երկրների շատ կառույցներ ճնշում են British Petroleum ընկերությանը, որ ինքը հարակից գազը, որը պետք է մղեր ետ դեպի Կասպից ծով, չմղեր եւ տար Վրաստանին։ Այդպիսով անցած տասնամյակի ընթացքում նրանք ապահովեցին Վրաստանում էժան գազի արկայությունը եւ հիմա մեկ-մեկ մամուլում հանդիպում եք, որ Վրաստանում էժան է էլեկտրաէներգիան եւ այլն, ինչ որ անտեղի համեմատություններ եք տեսնում, նա էժան է այնքանով, որքանով նրան մատուցվում է այդ հարակից գազը, որը պետք է մղվեր ետ դեպի Ազերի Չինար-Գյումրեշլի դաշտ։ Ցավոք սրտի, ի հակադարձում այդ սցենարին չհաջողվեց մի այլ սցենար, չհաջողվեց Հայաստանում արտադրել էժան էլեկտրաէներգիա, որը էքսպորտ կլիներ Իրան։ Այսինքն այդ էներգետիկ սցենարին, այն մյուս էներգետիկ սցենարը չհաջողվեց, մինչև այժմ չհաջողվեց իրականացնել։ Կարծես թե լավատեսության որոշակի նշույլներ կան, երրորդ գիծը, որ մենք հիշեցինք Իրանի հետ կառուցման, այնտեղ մի բաժին հզորությունները մի բաժին երաշխավորված է, որպիսի 5-րդ բլոկի երազդանի ջեկի արտադրանքը ուղղակի գնա էքսպորտ դեպի Իրան։ Կարճ ասած, եթե մենք ձևակերպենք եվրասիական ինտեգրացիոն գործընթացի էներգետիկ հիմնական խնդիրը մեր տարածաշրջանում, ապա այն կլինի հետևյալը. ստեղծել Հայաստանում էքսպորտի համար բարենպաստ պայմաններ։ Լծակները գրեթե բոլոր Ռուսաստանի եւ Հայաստանի ձեռքերում են։ Գազպրոմը մատակարարում է ռուսական գազ, 5-րդ բլոկը Ռազդանի ռուսականը, նոր ատոմակայանը կառուցվելու է ռուսական, ամենայն հավանականությամբ ՎՎՌ տեխնոլոգիայով, հայկական օրենքները փառքաստու մեր իրավասության տակ են, տեխնիկական ներուժը նույնպես։ Կարճ ասած մնում է այդ բոլորը համատեղել եւ այդ ուրեմն էներգակամուրջին հակադրել հյուսիս-հարավ էներգակամուրջը, որը հնարավորություն կընձեռնի Հայաստանին միլիարդ ու կես հեռանկարում 2 միլիարդ կիլովատ-ժամ տարեկան էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Հեռավոր ապագայում միգուցե հնարավոր լինի նաև միլիարդ ու կես մինչև 3 միլիարդ կիլովատ-ժամ արտահանել Թուրքիա, բայց դրա համար դեռ շատ փոփոխություններ են պետք։ Առաջին հերթին պետք է կառուցվի, այսինքն այնտեղ փոքրիկ կտոր Հայաստան-Թուրքիա բարձրավոլտ գիծը։ Իդեպ ասեմ, որ ժամանակին Հայաստանի էլեկտրաէներգետիկ ինտեգրացիան կասեցվեց արտաքին ուժերի կողմից, որպեսզի առաջ մղվի Վրաստանի եւ Թուրքիայի էլեկտրաէներգետիկ ինտեգրացիան կասեցվեց դեպի որ ուղղությամբ։ Բորջ կախլցխա ուղղությամբ։ Կասեցվեց, այսինքն տրանսպորտային եւ այլ շրջափակումներին ավելացավ էլեկտրաէներգետիկ շրջափակումը։ Մեզ թույլ չտվեցին Թուրքիան վիժեցնելով մի շարք համաձայնագրեր չհամաձայնվեց Հայաստանից ներկրել էլեկտրաէներգիա, ասես չէ, ես չեմ գնա խելամիտ ճանապարհով, սահմանը կփակեմ փակ, կկառուցեմ շատ թանկ Բորչկա ախլցխա գիծը եւ կզարգացնեմ Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան էներգետիկ գիծը։ Ցավոք ժամանակին դրա դեմը չկարողացավ առնել ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը, ոչ Սևծովյան համագործակցության կազմակերպությունը, ոչ Եվրոպան, ոչ էլ Միացյալ Նահանգները։ Կցանկանայի խոսել այնուամենայնիվ բացի գազից, նավթից, նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրների մասին, որովհետև այնուամենայնիվ աշխարհը հասկանում է, որ այս ռեսուրսները մի օր սպառվելու են կամ նվազելու են եւ ակտիվ փորձեր է կատարում այլ աղբյուրների որոնման ուղղությամբ։ Հայաստանը այդ ուղղությամբ ինչ է կատարում, հատկապես հաշվի առնել այն հանգամանքը, որ մյուս աղբյուրը չունի ոչ գազ, ոչ նավթ, այնուամենայնիվ բոլոր հետազոտությունները եւ փորձերը բերեցին բացասական արդյունքի։ Այդ ուղղությամբ մենք ինչ ենք անում եւ ինչ հեռանկարներ կա եւ ինչու՞ չէ նաեւ ինչ խնդիրներ է առաջացնում, սկսած բնապահպանական եւ այլը եւ այլը։
Մինչև 2003-2005 թվականը Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման տեսանկյունով տարածաշրջանում առաջատար էր։ Ասելով դա, մենք առաջ ենք ոչ միայն Վրաստանից եւ Ադրբեջանից, այլ նաեւ Իրանից եւ Թուրքիայից։ Բայց ցավոք մենք այդ առաջատարի դիրքերը զիջեցինք մի շարք հանգամանքներով եւ հիմա կարելի է ասել վերջի 10 տարիներին դոփում ենք տեղում։ Միակ ռեալ առաջընթացը, որ կարող ենք արձանագրել, դա փոքր հեկերի զարգացումն է, որը իրոք ֆանտաստիկ աճ ունեցավ եւ ունեցավ ի շնորհիվ շատ ճիշտ վարվող թե քաղաքականության, նկատի ունեմ տարիֆային քաղաքականությունը, օրենսդրական բարեփոխումները, տեխնիկական աջակցությունը եւ նաեւ միջազգային ֆինանսական կառույցների օժանդակությունը, ինչպիսին եւ առաջին հերթին համաշխարհային բանկն էր։ Ահա այս կոմբինացիան բերեց նրան, որ անցած 10 տարիների ընթացքում աննախադեպ ուղղակի հաջողություն կարելի է գրանցել փոքր հեկերի ուղղությամբ եւ հիմա մենք համարյա մեր էլեկտրաէներգիայի 6%-ը արտադրում ենք փոքր հեկերով։ Սա բացառիկ ցուցանիշ է առանց ավելորդ ուրեմն սկրոմնության, դա բացառիկ ցուցանիշ է ամբողջ Եվրոպայի համար եւ աշխարհի մակարդակով։ Բայց կան այստեղ եւ խնդիրներ։ Առաջինը, մենք մոտեցել ենք այդ զարգացման հասունացմանը։ Այլևս հեռանկարային հարթակները կան իհարկե, բայց այդպիսի բուրըն զարգացման այլևս հեռանկար չկա։ Երկրորդը, այդ բուրըն զարգացումը բերեց նրան, որ շատ դեպքերում կառուցման ժամանակ չէին հետևում բնապահպանական խիստ պահանջների։ Մանավանդ համաշխարհային բանկի ծրագրի ավարտից հետո համաշխարհային բանկը շատ բծախնդիր էր հետևում բնապահպանական բոլոր խնդիրների։ Ցավոք սրտի դրանից հետո եւ դրան զուգահեռ գործընթացները մի փոքր ավելի այսպես ընկերավարի սպոնտան էին զարգանում, ինչը որոշ դեպքերում լուրջ խնդիրների հանգեցրեց։ Վերականգնվող էներգետիկայի այլ ասպարեզներում ցավոք սրտի որևիցե շոշափելի ձեռքբերում չկա, ունենալով պոտենցիալ, բայց պոտենցիալը կա, դե ակնհայտ ճշմարտություն է, արեգակնային պոտենցիալը բավականին հարուստ է, քամու ուժի ուժը արկա է, ոչ շատ հարուստ, բայց արկա է շատ որոշակի վայրերում, օրինակ Քարախաչի լեռնանցքում, Զոտկի լեռնանցքում, առաջվա Բիչանագի լեռնանցքում, հիմա կարծեմ կոչվում է Սիսիանի լեռնանցք, մի քանի տեղերում շատ հարուստ երկրաջերմային պոտենցիալն է շատ հետաքրքիր է եւ սա կարող է լինել երկրորդ հաջողությունը, եթե Աստված մեր կողմից լինի եւ Սյունիքի մարզում այն հեռանկարային հարթակները, որոնք այս տարվանից ուսումնասիրում են, պարզվի, որ իրոք այնտեղ պոտենցիալը կա, դա կարող է երկրորդ մեծ հաջողությունը լինի։ Ցավոք սրտի այնպիսի ասպարեզներ, ինչպիսի ջերմային պոմպերը, էներգախնայողության դա մեծ առանձին ոլորտ առանձին խոսակցություն ոչ մի շոշափելի ձեռքբերում, ինչպես նաև ցավոք սրտի եւ սա ուղղակի խայտարակությունը կենսա վառելիքների զարգացման ուղղությամբ ոչ մի առաջխաղացում չկա։ Ասեմ, որ արդի եզրաբանությամբ էներգետիկա ոլորտում հասկանում են նաև տրանսպորտը, չէ՞ որ տրանսպորտն էլ հանածո վառելիք է այրում վերջին հաշվով, լինի դա բենզին, լինի դա գազ, դա հանածո վառելիք մեկը մյուսին կապվող ոլորտներ են, առանց մեկը մյուսին չի կարող զարգանալ ուղղակի։ Միանգամայն իրավացի եք, եւ ահա տրանսպորտի ոլորտում ինքնաբավությունը բարձրացնելու միակ ռազմավարական ճանապարհը դա տեղական հումքի հիման վրա կենսաեթանոլի արտադրությունն է, որը ի դեպ Իրանի կողմից էլ շատ մեծ հետաքրքրությամբ ընդունվեց այդ ծրագիրը, Իրանը կարելի ասել անսպառ շուկայա կենսաեթանոլի համար։ Ցավոք սրտի այստեղ էլ լուրջ առաջխաղացում չունենք։ Շնորհակալություն, քանի որ մեր ժամանակը շատ քիչ է, թեման էլ հետաքրքիր եւ վերլուծական, բայց այնուամենայնիվ վերջին հարցը ցանկանում եմ հնչեցնել, պարոն Սարուխանյան, Ղարաբաղյան կոնֆլիկտը որքանով է ազդում տարածաշրջանի էներգետիկ անվտանգության կամ էներգետիկ ծրագրերի զարգացման վրա, թե որևէ ազդեցություն չունի։ Խնդրում եմ կարճ, գիտեմ, հարցը մեծ է, ընդգրկուն է, բայց հայ-ադրբեջանական հակամարտությունը սկզբունքորեն ձևափոխել է այն էներգետիկ համակարգը, որը կար Խորհրդային Միության ժամանակ, եթե չլիներ կոնֆլիկտը, կարելի է ենթադրել կամ պատկերացնել, որ համակարգը կմնար
նույնը կամ մոտ նրան ինչ որ կար, այդ ու նաև Հայաստանի կտրվածքով, քանի որ մենք շատ կապված էինք Ադրբեջանի տարածքով անցնող գազամուղից եւ երկաթուղիից, որով մենք ստանում էինք էներգակիրների 80%-ը։ Այո, մենք մազութ էինք ստանում մեր ջեկերի աշխատանքի համար։ Այնպես որ դա ազդել է, բայց կա ես ինչի եմ մի քիչ երկար պատասխանեմ, որ կա մտայնություն, որ հիմա շատ էլ օգտագործում են նաև տարբեր հարթակներում, որ եթե հակամարտությունը լուծվի, ապա մենք կվերադառնանք հին ռեժիմին վերադարձ հնարավոր չէ, քանի որ վերջին 25 տարիների ընթացքում տարածաշրջանի բոլոր երկրները զարգացրել են այն ինչ որ զարգացել են։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող այն էներգետիկ կախվածությունը կամ փոխկախվածությունը, որը եղել է ժամանակին, հնարավոր չէ վերականգնել, քանի որ դա ռացիոնալ չէ եւ տնտեսական եւ քաղաքական եւ տեխնիկական առումներով։ Շնորհակալություն եմ հայտնում չափազանց հետաքրքիր վերլուծական փաստառատ զրույցի համար։ Հասկանում եմ մեկ հաղորդման անգամ հաղորդաշարերի ընթացքում հնարավոր չէ թեման սպառել, անդադ զարգացող նոր երևույթներ, նոր փաստեր, նոր աշխարհակահաղական զարգացումներ, բայց այնուամենայնիվ մենք փորձեցինք հիմնական գծերով ներկայացնել մեր տարածաշրջանում զարգացող էներգետիկ գործընթացները։ Այսպես սիրելի հեռուստադիտողներ, մեր հերթական հաղորդումը նվիրված է էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին եւ մեր տարածաշրջանում ստեղծած մարտահրավերներին այս բնագավառում։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։